Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք աշխատել Thankable միջավայրում եւ այսօր ծանոթանալու ենք հետաքրքիր թեմայի հետ, որը կոչվում է ֆունկցիա։ Ֆունկցիաները շատ կարևոր դեր ունեն ծրագրավորման մեջ, դրանց միջոցով մենք կարողանում ենք խմբավորել մեր կոդը եւ այն դարձնել ավելի համակարգված։ Ստեղծենք նոր նախագիծ եւ անցում կատարենք միանգամից blocks բաժինը։ Այստեղ ֆունկցիաները գտնվում են ամենաներքևում մանուշակագույն գույնի մեջ եւ այստեղ նկատում ենք ընդամենը 3 բլոկ, վերցնենք առաջի բլոկը եւ տեղադրենք այս սպիտակ հատվածի վրա։ Տեսնում ենք, որ այն իր գույնը չի փոխում մոխրագույն, ինչը նշանակում է, որ սա մենք չենք կցում ինչ-որ տեղ, այն առանձին բլոկ է համարվում եւ նրա մեջ դուք կարող եք գրել տարբեր հրամաններ։ Եկեք հասկանանք ֆունկցիան ինչ է իրենից ներկայացնում։ Երբ որ մենք գրում ենք երկար կոդեր, երբեմն լինում է, որ հրամանների նույն խումբը կոդի տարբեր հատվածներում կրկնվում է, կամ անհրաժեշտություն կա, որ այն տարբեր հատվածներում աշխատի։ Եվ ես կարող եմ այդ կոդի հատվածը, այդ մի քանի հրամանների խումբը խմբավորել, տալ այդ խմբին անուն եւ արդեն կոդի որ հատվածում, որ ինձ պետք է այդ հրամանները աշխատեն, ընդհանրապես գրում եմ նրանց անունը։ Այսինքն, այս մանուշակագույն բլոկի մեջ կարող եմ գրել որքան բլոկ ուզում եմ, տալ այս բլոկերին անուն եւ արդեն կոդի տարբեր հատվածներում, որտեղ որ ես կցանկանամ այս հրամանները աշխատացնել, ես ընդհանրապես կգրեմ այս բլոկի անունը։ Եվ փոփոխություն կատարելիս, եթե ես կատարեմ փոփոխություն այս հրամանների խմբի մեջ, որտեղ որ կիրառել եմ նրանց անունը, բոլոր տեղերում այդ փոփոխությունը արդեն կդիտվի։ Հակառակ դեպքում ես պետք է կոդի տարբեր հատվածներում ձեռքով կատարեի փոփոխություն։ Իհարկե մենք քիչ հետո օրինակների վրա ավելի པարզ կհասկանանք ֆունկցիաների աշխատանքը, բայց ֆունկցիաները ընդհանուր առմամբ իրենցից ներկայացնում են հրամանների խումբ, որոնց դուք տալիս եք անվանում եւ կոդի մեջ արդեն ընդհանրապես օգտագործում եք այդ անունը։ Եկեք գնանք դիզայն բաժին, այնտեղ ավելացնենք որոշ բլոկեր եւ փորձենք պատրաստել փոքրիկ նախագիծ։ Մեզ անհրաժեշտ է text input, label եւ կոճակ։ Մենք կգրենք մեր անվանումը, կսեղմենք կոճակի վրա, որպեսզի այն label-ի մեջ գրի hello եւ մեր անունը։ Այսինքն ողջունի text այստեղ label-ի մեջ գրվի։ Եկեք button-ի անունը այստեղ փոխենք welcome։ Սովորաբար մենք այն անում էինք այսպես, երբ button-ը սեղմված էր, ասում էինք, որ label 1-ի մեջ միացրու hello text-ը մեր գրած անունի հետ եւ թող այդպես ողջունի մեր ծրագիրը։ Հիմա եկեք կատարենք փոփոխություն եւ այնպես անենք, որ այս ամեն ինչը լինի ֆունկցիայի մեջ։ Դրա համար գնում ենք ֆունկցիաներ բաժինը, վերցնում ենք այս առաջի բլոկը եւ մեր ֆունկցիային եկենք տանք անուն, օրինակ welcome, որպեսզի հասկանանք, որ այն ողջունի ֆունկցիա է։ Եվ կոդի այս հատվածը տեղափոխում ենք արդեն մեր ֆունկցիայի մեջ։ Եվ եթե հիմա մուտք գործեմ ֆունկցիաներ բաժին, ապա տեսնում ենք, որ այստեղ հայտնվեց նոր բլոկ welcome, որը որ մեր պատրաստած ֆունկցիան է։ Եվ ես ընդհանրապես վերցնում եմ այս բլոկը եւ տեղադրում եմ button 1 click-ի մեջ։ Եվ որքան ուզում եմ ես կարող եմ այս կոդի հատվածը տեղադրել ու տարբեր հատվածներում տեղադրել։ Եթե հիմա փորձարկենք եւ սեղմենք welcome, տեսնում ենք, որ նա ողջունում է մեզ։ Նշեմ, որ այստեղ բացի ընդհանուր անունից եւ կոդի խմբավորումից, ձեր ֆունկցիան կարող է ունենալ մուտքային տվյալներ։ Այստեղ եթե սեղմենք plus կոճակի վրա, տեսնում ենք, որ ստեղծվեց փոփոխական x անունով։ Ֆունկցիայի մեջ մուտքային տվյալները անհրաժեշտ են, եթե այդ տվյալների հետ կապված որևէ գործողություն պետք է կատարվի։ Օրինակ, երբ որ մենք կատարում ենք գումարման գործողությունը, գումարման համար անհրաժեշտ է 2 մուտքային տվյալ։ Այս դեպքում, այս օրինակի դեպքում, որպես մուտքային տվյալ կարող է լինել մեր անունը, այսինքն text input 1 text-ի փոխարեն մենք x-ի արժեք գրենք ցանկացած անուն եւ նա ավտոմատ կերպով hello բառին կկպցնի մեր x փոփոխականի մեջ պահված անունը։ Եթե հիմա այստեղ ավելացնում ենք x-ը, տեսնում ենք, որ վերևում welcome-ի մեջ ավելացավ նաև այդ x-ը, բայց փոփոխականի անունը դուք կարող եք փոխել, օրինակ ես կարող եմ x-ը ջնջել եւ գրել name, որի միջոցով ես կհուշեմ, որ այստեղ պետք է գրվի անուն։ Եվ այս դեպքում կարող եմ text input 1-ի տեքստը տեղադրել այստեղ, իսկ արդեն ֆունկցիայի մեջ մուտք եմ գործում փոփոխականներ բաժին, վերցնում name-ը ու կցում այստեղ։ Ստացվում է, որ մենք ստեղծեցինք նոր բլոկ, որը որ ունի մուտքային տվյալ եւ այն կարող է մեր տվյալի հետ կապված տարբեր գործողություններ անել։ Ամեն անգամ դուք ընդհանրապես կանչելու եք այս ֆունկցիան, name բաժնում գրելով ցանկացած անուն այն կաշխատի։ Տարբեր հատվածներում տարբեր name փոփոխական մենք կարող ենք տալ եւ միևնույն է մեր կոդը կաշխատի նույն կերպ, այլևս կարիք չկա, որpեսզի մենք այս label 1 text-ի բլոկային հատվածը տարբեր տեղեր ձեռքով նորից գրենք։ Ընդհանրապես կգրենք welcome ֆունկցիայի անունը։
Բայց այստեղ կարևոր է հիշել նաև, որ name փոփոխականը, որը օգտագործվում է այստեղ, այն հասկանալի է եւ տեսանելի է միայն այս ֆունկցիայի ներսում։ Եվ հիմա արդեն անցնենք առաջ եւ կատարենք որոշ փոփոխություններ։ Եկեք պատրաստենք հետաքրքիր նախագիծ, որը իրենից կներկայացնի փոքրիկ հաշվիչ, այսինքն մենք կգրենք մուտքային երկու թիվ, կունենանք 4 կոճակ 4 տարբեր գործողություններով եւ յուրաքանչյուր կոճակի վրա սեղմելիս կտպի արդյունքը, այսինքն այդ երկու թվերի գումարը կամ երկու թվերի արտադրյալը։ Հիմա այստեղ եկեք այս text input-ի տեքստը գրենք number 1, բայց եթե ես ուզում եմ նույն text input-ից եւս մեկը տեղադրեմ եւ չեմ ուզում կրկին 0-ից վերցնեմ այս կոմպոնենտների բաժնից, այստեղ աջ կողմում հատկությունների բաժնում մեր text input-ի կողքին, մատի գործիքի կողքին տեսնում ենք եւս մեկ գործիք, որը կոչվում է duplicate։ Եվ դրա միջոցով ես կարող եմ կրկնօրինակել այս իմ կոմպոնենտը, այլ ոչ թե նորից դնել եւ նորից փոխել նրա չափերը կամ նրա մեջ գրված տեքստը։ Կրկնօրինակենք մեր կոճակը ու ավելացնենք 4 մաթեմատիկական գործողությունները, բայց եթե ես այսպես կրկնօրինակում եմ եւ տեղադրում եմ այս կոճակները, մենք նկատում ենք, որ դրանք ավտոմատ կերպով տեղադրվում են իրար տակ։ Իսկ ինչպես անել, որպեսզի այս կոճակները լինեն իրար կողք։ Դրա համար անհրաժեշտ է կատարել հետևյալը։ Այստեղ կոմպոնենտների բաժնում կա մեկ կոմպոնենտ, որը կոչվում է row, այն գտնվում է layout բաժնում։ Եվ սրա օգնությամբ դուք կարող եք շարել տարբեր կոմպոնենտներ իրար կողք։ Երբ դնում ենք row գործիքը, այստեղ վերցնում ենք մեր կոճակները եւ գցում ենք նրա մեջ։ Ու տեսնում ենք, որ մեր կոճակները այժմ դասավորված են իրար կողք։ Իհարկե տեսնում ենք, որ այս գործիքը մեր էկրանի ամբողջ հատվածը զբաղեցրել է, դրա համար եկեք նրա հատկությունների մեջ փոփոխենք եւ այս fill container տարբերակը դնենք feed content։ Տեսնում ենք արդեն, որ նա փոքրացավ եւ մեր կոճակները գեղեցիկ շարված են իրար կողք։ Ինչպես նաեւ այստեղ կոմպոնենտների միջև ընկած հեռավորությունը փոփոխելու համար, եկեք այստեղ հատկությունների բաժնից տանք, օրինակ 5 պիքսել կամ 10 պիքսել հեռավորությունը։ Եվ այսպես ավելի գեղեցիկ տեսք է ունենում մեր դիզայն բաժինը։ Հիմա եկեք անցում կատարենք blocks բաժին եւ արդեն blocks-ում կատարենք փոփոխություններ մեր այս ծրագրին համապատասխան։ Button 1-ը մեր դեպքում դա գումարման կոճակներ, ստացվում է, որ այս կոճակը սեղմելիս պետք է կատարվի գումարում գործողությունը։ Եվ մենք ունենալու ենք երկու մուտքային արժեք։ Դրա համար այստեղ այս ֆունկցիայի մեջ եւս մեկ անգամ կսեղմեմ պլյուս եւ ստեղծվում է եւս մեկ փոփոխական y անվանումով։ Եվ ֆունկցիայի անունը այստեղ նույնպես փոփոխենք։ Այսպիսով, ես ունեմ երկու մուտքային արժեք եւ ինչ պետք է տեղի ունենա, պետք է label 1-ի մեջ գրվի այդ երկու փոփոխականների գումարի արդյունքը։ Այստեղ փոփոխականից վերցնում x եւ y փոփոխականները, տեղադրում գումարման գործողության մեջ եւ այսպիսով ես ստացա ֆունկցիա, որը որ կատարում է գումարում գործողությունը երկու մուտքային տվյալների հետ։ Կրկնօրինակենք այս ֆունկցիան եւ նույնը անենք նաեւ հանման ժամանակ, նաեւ բազմապատկման եւ բաժանման։ Բայց ինչն է այստեղ հետաքրքիր, ինչպես նշեցի, երբ որ այս փոփոխականը ստեղծվում է, այն հասանելի է միայն ֆունկցիայի ներսում։ Քանի որ տեսնում ենք, որ sub ֆունկցիայի մեջ այստեղ կրկին նույն անունով են ստեղծված փոփոխականները x եւ y, բայց դա խնդիր չի առաջացնում։ Քանի որ այս ֆունկցիայի եւ մեկ այլ ֆունկցիայի մեջ ստեղծված փոփոխականները նրանք միմյանց չեն տեսնում։ Մենք այդ փոփոխականները կարող ենք օգտագործել միայն տվյալ ֆունկցիայի ներսում։ Դրա համար ես կարողանում եմ նույն անունով տարբեր փոփոխականներ ստեղծել տարբեր ֆունկցիաների մեջ։ Եվ եկեք արդեն ավարտելուց հետո այստեղ նշենք, որ երբ button 1-ը սեղմված է, պետք է աշխատի add ֆունկցիան եւ համապատասխանաբար x եւ y փոփոխականների մեջ տանք մեր text input 1-ը եւ text input 2-ը։ Նույնը անենք օրինակ նաեւ բաժանման դեպքում։ Եվ եկեք փորձարկենք, այսինքն գրեմ երկու թիվ եւ երբ որ սեղմում եմ գումարումը, նա label-ի մեջ գումարում է այդ երկու թվերը, երբ որ սեղմում եմ բաժանումը, նա բաժանում է կատարում։ Այս նույնը իհարկե կատարում ենք նաեւ մնացած ֆունկցիաների համար։ Բայց մեր բոլոր ֆունկցիաների մեջ նշել ենք, որ անպայման label 1-ի մեջ նա ցույց տա արդյունքը։ Բայց ինչպես անենք, եթե մենք չենք ուզում, որ ֆունկցիան label 1-ի մեջ ցույց տա, այն թող միայն հաշվի արդյունքը եւ մեզ ասի այդ արդյունքը եւ արդյոք այն պահպանել label 1-ի մեջ թե ոչ, դա որոշենք մենք։ Նման բան անելու համար կա երկու տարբերակ։ Մենք կարող ենք իհարկե ստեղծել մեկ լրացուցիչ փոփոխական, որը կանվանենք օրինակ result, եւ ամեն անգամ այս գործողությունների արդյունքները կպահպանենք միշտ այդ փոփոխականի մեջ։
Այսինքն մենք ունենալու ենք մեկ փոփոխական, որի մեջ չեն կարող հիշել մեկ արժեք, անընդհատ տարբեր արժեքներ են հիշվելու։ Հետևաբար, այստեղ անհրաժեշտ է մեկ այլ տարբերակ եւ ֆունկցիաները ունեն այդ տարբերակը։ Այստեղ նկատեցինք մենք երկրորդ բլոկը, որի մեջ կար return բառը։ Դա նախատեսված է նրա համար, որ եթե ֆունկցիան կատարում է գործողություն եւ այդ գործողության արդյունքում նա ստանում է որևէ պատասխան, որևէ տվյալ եւ արժեք, այն վերադարձնի այդ արժեքը ձեզ եւ դուք որոշեք, թե դուք ցանկանում եք տեսնել այն label 1-ի մեջ, թե ցանկանում եք ուրիշ գործողություն կատարել այդ արժեքի հետ։ Այսինքն, օրինակ մենք գումարում ենք երկու թվերը իրար եւ ես ուզում եմ այդ երկու թվերի գումարը վերադարձնի։ Եվ եթե ես հիմա մուտք գործեմ ֆունկցիաներ բաժինը, մենք տեսնում ենք, որ այստեղ մեր add ֆունկցիայի տեսքը փոխվել է։ Տեսնում ենք, որ չեմ կարող ես այն ուղակի button 1-ի մեջ գցել, քանի որ նա պարտադիր ասում է, որ ես պետք է պահպանեմ ինչ-որ միտեղ, կամ label 1-ի մեջ, կամ կարող եմ ինչ-որ փոփոխականի մեջ պահպանել add ֆունկցիայից եկող արժեքը։ Այսպիսով, երբ որ դուք տեսնում եք նման տեսքի բլոկ, ապա արդեն հասկանալի է, որ տվյալ բլոկը մեզ վերադարձնում է արժեք, նա ինչ-որ գործողություն է կատարել եւ արդյունքում ստացել է որևէ պատասխան, որը կոպիտ ասված մնացել է օդի մեջ։ Եվ այստեղ մեր add ֆունկցիան իր ստացած արդյունքը տվել է մեզ, button 1-ի մեջ է այն գտնվում, եւ ես որոշեցի, որ ուզում եմ կրկին ցույց տալ label 1-ի մեջ։ Սա ֆունկցիաների երկրորդ տարբերակն է, որտեղ ֆունկցիաները վերադարձնում են արժեքներ, եւ մենք կարող ենք այդ արժեքների հետ կատարել տարբեր գործողություններ։ Իսկ մյուս տեսակը ֆունկցիաների, որտեղ գործողությունը միանգամից կատարվում է ֆունկցիայի մեջ եւ նա չի վերադարձնում որևէ արժեք։ Այսպիսով սա ընդհանուր մեր ֆունկցիաներ թեման էր։ Ֆունկցիաները առկա են բոլոր ծրագրավորման լեզուներում եւ դրանք օգնում են համախմբել եւ հեշտացնել մեր կոդը, ավելի ֆունկցիոնալ այն դարձնելով։ Այսքանը այս տեսադասի համար, շնորհակալություն։